1918 թվականի մայիսյան ճակատամարտերում Սարդարապատում եւ Բաշ-Աբարանում հաղթելուց հետո հայերի եւ ներխուժող թուրքերի միջև ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցվեցին։ Հունիսի 4-ին Թիֆլիսի հայոց ազգային խորհրդի պատվիրակությունը Ալեքսանդր Խատիսյանը, Հովհաննես Քաջազնունին եւ Միքայել Պապաջանյանը Օսմանյան կայսրության ներկայացուցիչների հետ Բաթումում ստորագրեցին հաշտության եւ բարեկամության պայմանագիր։ Հայկական ուժերը կարողացել էին թուրքերին կանգնեցնել, ապա նրանց հետ մղել Բաշ-Աբարանում եւ Սարդարապատում։ Հաղթանակով ոգևորված հայերը առաջ էին շարժվում դեպի Ալեքսանդրապոլ։ Զորավար Սիլիկյանը մտադիր էր թուրքական զորքերին հետապնդել մինչև Ալեքսանդրապոլ եւ հավատում էր, որ հայկական ուժերը կկարողանան 2 օրում հետ վերցնել քաղաքը, անգամ շարժվել դեպի Կարս։ Մայիսի 29-ին Սիլիկյանը երկրորդ կոչն է ուղղում հայերին։ Նախ ազատագրել Ալեքսանդրապոլը, ապա միայն բանակցել թուրքերի հետ Բաթումում։ Թուրքերը պահանջում են Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի գավառները մայր տաճարի հետ, Երևանի նահանգի մեծ մասն ու Նախիջևանը։ Կարող ենք թույլ տալ նման վիրավորանք։ Երբեք, հայ ժողովուրդ, դու չպիտի թույլ տաս այդպիսի անարգանք։ Եվ այդ անարգանքը տեղի չի ունենա, եթե մենք հասնենք մինչև Ալեքսանդրապոլ։ Դեպի զենք բոլորդ, դեպի Ալեքսանդրապոլ։ Սակայն երբ հայկական զորքերը մոտենում էին Ալեքսանդրապոլին, զորավար Թովմաս Նազարբեկյանը հայկական կորպուսին կանգ առնելու հրաման տվեց։ Երևանի ազգային խորհրդի անդամների մի մասը առաջարկում էր հաշտվել կացության հետ եւ ընդունել Բաթումի դաշնագրի պայմանները։ Ուրիշները պահանջում էին չեղյալ համարել Նազարբեկյանի հեռագիրը, զորքերի ընդհանուր հրամանատար նշանակել Մովսես Սիլիկյանին եւ պատերազմը շարունակել։ Հայկական ուժերը ներխուժող թուրքերին կանգնեցրել եւ հետ էին մղել Սարդարապատում եւ Բաշ-Աբարանում։ Եվ Սարդարապատը եւ Բաշ-Աբարանը Երևանից հեռու էին շուրջ 50 կիլոմետր։ Սակայն ինչպես էր ստացվել, որ մայիսյան հաղթանակներից ընդամենը շաբաթներ հետո թուրքական զորքերը ընդհուպ մոտեցան Երևանին, հասան միջև Մասիս կայարան եւ ինչպես Սիմոն Վրացյանն է գրում, դիրքեր գրավեցին Երևանից 7 կիլոմետր հեռու, թնդանոթների փողերը ուղղելով նորանկախ հանրապետության մայրաքաղաքի ուղղությամբ։ Այս հարցին սպառիչ պատասխան է տվել նույն Վրացյանը իր կոթողային Հայաստանի Հանրապետություն աշխատության մեջ։ Թեև Բաթումում կնքվել էր հաշտություն, հայերն ու թուրքերը դաշնագրի բովանդակությունը տարբեր կերպ էին մեկնաբանում։ Դաշնագրին առնչվող խնդիրները կարգավորելու նպատակով Արամ Մանուկյանի ղեկավարած Երևանի ազգային խորհուրդը Ալեքսանդրապոլ ուղարկեց հատուկ պատվիրակություն Մկրտիչ Մուսինյանցի գլխավորությամբ, որին հանձնարարվեց բանակցել թուրք հրամանատար Քյազիմ Կարաբեկիրի հետ Բաթումի դաշնագրից բխող մի շարք հարցերի շուրջ։ Հայաստանի ազգային արխիվում աշխատելու ընթացքում կարդացել եմ ինչպես Մուսինյանցի եւ Կարաբեկիրի միջև ստորագրված փաստաթղթերը, Բաթումի դաշնագրի հավելվածները, որոնք 5-ն են, այնպես էլ պատվիրակությունների միջև փոխանակված այլ գրագրություններ։ Հայկական պատվիրակությունը կազմված էր 5 հոգուց, բացի Երևանի ապագա քաղաքապետ Մուսինյանցից, դրա կազմում էին Թամամշյանցը, Մելիքյանը, Զորավար Տեր Հակոբյանը, գնդապետներ Քիշմիշյանը եւ Վեքիլյանը։ 1918 թվականի մայիսից հոկտեմբեր այսօրվա Գյումրին, այն ժամանակ Ալեքսանդրապոլ, ինչպես նաև Վանաձորը, այն ժամանակ Ղարաքիլիսա, թուրքական գրավման տակ էր։ Այնտեղ նստած էր Քյազիմ Կարաբեկիրը, ով եւ հունիսի կեսերից որպես տանուտեր ընդունեց հայկական պատվիրակությանը։ Բաթումի դաշնագրից բխող եւ հայկական կողմի համար վիճելի հիմնական հարցերը 5-ն էին։ Առաջին՝ հայ գաղթականության վերադարձը իրենց տեղերը։ Երկրորդ՝ գերիների փոխանակումը։ Երրորդ՝ թուրքական զորքի Հայաստանից անցնելու պայմանները։ Չորրորդ՝ երկաթուղու փոխանցման խնդիրը։ Հինգերորդ՝ Ղարաքիլիսայի դատարկումը եւ հանձնումը հայերին։ Սիմոն Վրացյանը գրում է. Պատվիրակությունը Ալեքսանդրապոլում ընդունվեց պատշաճ քաղաքավարությամբ։ Սկսվեցին բանակցությունները, բայց թուրքերը չընդունեցին հայերի պահանջներից եւ ոչ մեկը։ Նրանց զբաղեցնողը Հայաստանի վրայով զորք փոխադրելու իրավունքն էր եւ Ալեքսանդրապոլ Ջուլֆա երկաթուղագծի անմիջական փոխանցումը։ Եվ այդ պահանջներին էր, որ ամենից ավելի հակառակվում էին հայերը։ Հենց բանակցությունների ընթացքում առանց ընդհատելու դրանք թուրքական զորքերը հուլիսի 7-ին կրկին շարժվեցին դեպի Սարդարապատ։ Զորավար Սիլիկյանը զորքերին հրամայեց
թողնել երկաթուղին եւ դիրքեր գրավել Էջմիածնի շրջանում։ Այսպիսով, ինչպես պարզ է դառնում Վրացյանի գրքից եւ ինչպես կարելի է արխիվային այլ փաստաթղթերով տեսնել, 1918-ի հուլիսին թուրքերին հաջողվեց զավթել Ալեքսանդրապոլից մինչև Մասիս կայարան ամբողջ հատվածը։ Այս ռազմակալումը շարունակվեց մինչև 1918-ի նոյեմբեր, երբ Օսմանյան կայսրությունը ստորագրեց Մուդրոսի զինադադարը, կապիտուլյացիան եւ հեռացավ նաև հայկական հողերի մի փոքր հատվածից։ Նոյեմբեր-դեկտեմբեր ընթացքում հեռացող թուրքական զորքերի տեղը զբաղեցրին հայկական զորքերը։ Այսպես Հայաստանի Հանրապետությանը մաս կազմեցին Ղարաքիլիսան, այսօրվա Վանաձորը, Ալեքսանդրապոլը, Գյումրին, Սարդարապատը, Արաքսը, Ուլուխանլուն, Մասիսը եւ այլ շրջաններ։